Վերջին անգամ երբ է դեկտեմբերին այսքան ցրտաշունչ եղել Երևանում, մեր քաղաքացիները չեն հիշում։ Վաղուց մենք նման ծմեր չենք տեսել, երևի մի 10 տարի ես նման բան չեմ հիշում։ Ցուրտ է, բայց դիմանում ենք էլի, ահա որ է։ Օրեցօր սասկացող ցուրտը մարդկանց ոչ միայն անհարմարավետություն է պատճառում, այլև կանգնեցել է ֆինանսական խնդիրների առջև։ Գազի թանկացման արդյունքում շատերը նաև էլեկտրաէներգիայով են ջառուցում իրենց բնակարանները։ Գազը վառում ենք չի տականում, լույսներ կողքից պլիտա ենք միացնում, նորից նույն վիճակի մեջ ենք։ Մի 40,000 որ ուծեմ ու չտականամ։ Եվ կյանքն է դժվարացել եւ ձմեռն է դաժանացել, դժգոհում է օրվա ապրուստը գետնացումներում առևտրով վաստակող Միշա Բադալյանը։ Բնակարանը տակացնելու համար ահավոր է, համարյա չեք տականում։ Թեև քաղաքացիները պնդում են, որ Երևանում նման ցուրտ ձմեռ չի եղել, միևնույնն է, արտակարգ իրավիճակների նախարարության Հիդպեդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը պնդում է, որ Հայաստանում 2008 թվականին ավելի ցածր ջերմաստիճան է գրանցվել։ Օդի ջերմաստիճանը նվազագույն իջնում էր մինչև 24-25 աստիճան։ Տիկին Պետրոսյանն այս օրերին քաղաքացիներից բազմաթիվ զանգեր է ստանում, սակայն շտապում է հանգստացնել։ Հունվարին մենք սպասում ենք, որ հունվարի ամսական կանխատեսմամբ սպասվում է ջերմաստիճանը նորմայից բարձր։ Հայպեդրոմետի կանխատեսումներով մինչև դեկտեմբերի վերջ օդի ջերմաստիճանի փոփոխություն չի սպասվում։ Եղանակը կպահպանվի -12-ից 13 աստիճանի սահմանում։